Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ, Թբիլիսիից, Վրաստանից, և այսօր ձեր հետ միասին մենք կքննարկենք Լավրովի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան և հայտարարությունները, մի շարք կարևոր հայտարարություններ են արվել ինչպես Լավրովի կողմից, այդպես էլ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից, և կարծում եմ կարևոր է, որ մենք ձեր հետ գնահատական տանք սրան, վերլուծենք նաև և հասկանանք, թե ինչու են արվում այդպիսի հայտարարություններ, ինչ ուղղությունով է շարունակվելու զարգացումները, դրա պատճառների և հետևանքների մասին ձեր հետ միասին մենք կխոսենք։ Նաև կկապենք դա աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, հատկապես Վրաստանի ուղղությամբ։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Բացի դրանից, գիտեք, որ մի փոքր դադար ունեինք, դադարը կապված էր նրա հետ, որ ձայնը բարելավեցի և կարծում եմ հետաքրքիր կլինի ձեր արձագանքը, արդյոք զգում եք տարբերություն և եթե այո, դեպի լավը հուսով եմ, որովհետև այդ էր նպատակը այս փոփոխության ձայնի, որը կարծում եմ պետք է որ նպաստի նրան, որ ել ավելի բարձր որակի լինի ձեր հետ միասին մեր վերլուծությունները։ Մեկնաբանություններում կարող եք նաև գրել դրա մասին։ Շնորհակալ եմ, անցնենք առաջ։ Լավրովի այցը իհարկե կարևոր զարգացում է, որովհետև երկար ժամանակ այդպիսի այց տեղի չէր ունեցել և հայ-ռուսական հարաբերություններում փաստացի կան դինամիկ փոփոխություններ։ Հիմա մենք խոսենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում և ինչ ուղղությամբ։ Տեսեք, առաջի հերթին մենք խոսում ենք ձեր հետ նրա մասին, որ Հայաստանը արտաքին քաղաքականության առումով շարունակում է մնալ բալանսավորված դաշտում։ Նկատի ունեմ ոչ թե այսօրվա իշխանությունների հարցը, այլ ընդհանրապես Հայաստանին այս փուլում պետք է ժամանակ շահել և բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը իրականում տարբեր խաղացողների միջև, որովհետև մենք գտնվում ենք կենտրոնում տարբեր իրադարձությունների, որոնց մասին մենք չունենք լիարժեք պատկերացում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ես լինելով այսպիսի հարթակում, վերլուծելով ձեր համար տարբեր տեղեկատվություններ և հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին որևէ պաշտոն չեմ զբաղեցնում և որևէ ձև սահմանափակված չեմ շատ անկեղծ և բաց ձեզ գնահատականներ տալ և կիսվել ձեր հետ նրա մասին, թե ինչ իրավիճակ է իրականում և ինչ է նշանակում, բոլոր այդ հայտարարությունները, քայլերը ինչու մասին են, ես կօգտագործեմ այս լավ հնարավորությունը և մեր ալիքում այնպես էլ մենք շատ անկեղծ էինք ձեր հետ միասին քննարկում, բայց էլ ավելի մանրամասն այս անկեղծ վերլուծությունը կշարունակենք հաշվի առնելով ևս մեկ անգամ, որ որևէ սահմանափակում չկա։ Դուք պետք է հասկանաք, որ իհարկե, երբ անձը զբաղեցնում է բարձր պաշտոն կամ ընդհանրապես պաշտոն և երբ ինքը սահմանափակված է այդ պաշտոնի տրամաբանությամբ, չի կարող բացահայտ հանրությանը, նույնիսկ իր քաղաքացիներին, վարչապետը խոսքին կամ արտաքին գործերի նախարարը ամեն ինչ ասի ուղիղ և անկեղծ իր հասարակությանը։ Դա ուղղակի հնարավոր չէ, ցավոք։ Ես ցավով եմ սա ասում, որ քաղաքականությունը այսպիսին է, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը նաև պետք է սկսի մտածել և վերլուծել, այլ ոչ թե ուղղակի նայել հայտարարություններին, այլ ավելի խորը հասկանալ, և մենք փորձելու ենք ձեր հետ միասին օգնել այդ գործընթացին։ Տեսեք, Հայաստանի արտաքին գործերի նպատակների մեջ կողքի ենք դնում այսօրվա իշխանությանը, կողքի ենք դնում անձերին, դա շատ կարևոր է, այսօրվա արտաքին քաղաքականությունը շատ մեծ կարևորություն ունի, որ կարողանա պահպանել Հայաստանի պետական շահերը բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Եվ Ռուսաստանի ուղղությամբ հարաբերությունները, հաշվի առնելով, որ Հայաստանը ունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, խոսքին Վրաստանը չունի, որովհետև Ռուսաստանը օկուպացրել է Հայաստանի
տարածքների 20%-ը եւ ճանաչել է Վրաստանի տարածքում երկու ուրիշ իբրև պետություն՝ Աբխազիա եւ Հարավ Օսիա, այդպես կոչված։ Հայաստանը ունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ուստի պետք է դիվանագիտական հարաբերությունները շարունակվեն։ Ինչքանով պետք է խորանան, դա առանձին հարց է։ Եվ մենք խորացում իրականում չենք տեսնում։ Հիմա ինչ ենք մենք տեսնում, կարելի ասել մի փոքր վերականգնում այն ճգնաժամում, որը ստեղծվել էր Ղարաբաղի երկրորդ պատերազմի հետևանքներում, բայց նկատի ունեմ արդեն շրջափակման հետևանքներում, արդեն Արցախի ուրեմն լիակատար հայաթափման գործընթացում։ Եվ դրա հետևանքները իհարկե լուրջ էին։ Ինչու Հայաստանը պետք է ձգտի Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու, էլ ավելի, այնպես էլ շատ վատ հարաբերություններ են, դաշնակցային հարաբերություններ չեն։ Արտաքին գործերի նախարարը ընդգծում է, որ դաշնակցային են։ Դրանում ինքը սխալ որևէ բան չի ասում։ Փաստաթղթերով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են։ Հիմա ինչքանով պետք է այդ փաստաթղթերի ուղղությամբ քայլեր կատարվի։ Իհարկե պետք է, բայց ինչ իրավիճակում, ինչ մթնոլորտում, դա շատ կարևոր է։ Հիմա մենք դրա մասին ձերդ կխոսենք, որովհետև այս պահին Ռուսաստանը ֆորմալ առումով մնում է Հայաստանի դաշնակից։ Հայաստանը, եթե բառացի ուղղակի ասի, որ ոչ դու դաշնակից չես, դա որևէ արդյունք չի տա։ Հայաստանին պետք է ռազմաքաղաքական առումով դուրս գալ այդ պայմանագրերից, բայց նրա համար, որ դուրս գա այդ պայմանագրերից, որոնք ստեղծելու են լուրջ նոր խնդիրներ հենց Ռուսաստանի կողմից, որը դրդելու է Ադրբեջանին էլ ավելի ագրեսիվ քայլերի, եւ չմոռանանք, որ Ռուսաստանի այդ պայմանագրերը նշանակում է Հայաստանը գտնվում է դեռ ռուս-թուրքական ճարտարապետության ներքո եւ այդ թվում տարածաշրջանային 3+3 ճարտարապետության ներքո, ապա Հայաստանը պետք է ունենա այլընտրանք դրա, որ կարողանա այդ քայլը անի։ Դուք կասեք, եւ ես էլ եմ շատ անգամ ասել, որ այդ այլընտրանքը կա, եւ դա արևմուտքն է։ Դա այդպես է, այո։ Արևմուտքը, Եվրոպական միությունը, որի ուղղությամբ շատ կարևոր նախաձեռնություն կա, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները աջակցել են այդ նախաձեռնության, որը գալիս է Եվրոքվեի դաշինքի կողմից, Եվրոդաշինքի կողմից, եւ դա էլ շատ կարևոր է, գովելի է Եվրոդաշինքի գործունեությունը, ինչպես նաեւ կոնկրետ Եվրոդաշինքի անդամների ներկայացուցիչների, այդ թվում Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ ուրիշների ցույցը արտաքին գործերի նախարարության առջև, եւ ես կարծում եմ, որ դա նաեւ իր կարևոր դերը ունի, որ լիարժեք ցույց տա Հայաստանի բնակչության, քաղաքացիների, այդ թվում քաղաքական դաշտի մոտեցումը եւ Նարեկ Իրակոսյանի լրագրողի հարցը Factor TV-ի անունից նաեւ շատ լուրջ ներդրում ունեցավ դրանում, որովհետեւ խնդիր պետք է ստեղծվեր եւ խնդիր պետք է տեսներ Լավրովը, բայց պետականամետ մոտեցումից մենք նաեւ պետք է ընդգծենք, որ Հայաստանը չէր կարող հրաժարվել այսպիսի ձևաչափից, որովհետև Հայաստանը նույնիսկ հարաբերությունները ձևավորում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ դրա անհրաժեշտություն կա մեզ Ռուսաստանին թշնամի դարձնելու նպատակ Հայաստանը չունի, հայազգը չունի։ Առաջին հերթին որևէ դեպքում թշնամի ունենալ պետք չէ, ոչ էլ Ռուսաստանի պես ոխերիմ թշնամի, ոչ էլ այն իրավիճակում, երբ Ռուսաստանը հերիք չի գործակալներ ունի Հայաստանում, հերիք չի ռազմակայան ունի, ՖՍԲ ունի, բայց բացի դրանից Ռուսաստանը ակտիվորեն նաև տնտեսական առումով ներգրաված է ինչպես Հայաստանի տարածքում, այդպես էլ Հայաստանի համար մեկ տնտեսական գործընկերն է։ Ուստի միջև չի ստեղծվել այն հնարավորությունը, որ Հայաստանը ունենա այլընտրանք, առնվազն Ռուսաստանի հետ կապերը խզելը ուղղակի իրատեսական չէ։ Սա կապված չէ իշխանությունների հետ։ Հիմա դուք կասեք, որ Վրաստանի հետ միասին մենք պետք է շարժվենք դեպի Եվրոպա, որովհետև նույնիսկ ես շատ անգամ եմ դա ասել տարբեր ձևերով ձեր հետ քննարկումների ժամանակ, եւ դուք ուղղակի կկրկնեիք այդ հայտարարությունը,
եւ ես ասեմ, որ ճիշտ կանեք, բայց մենք ձեր հետ նաեւ քննարկում ենք այն հարցը եւ վերջի վերլուծություններում քննարկել ենք խոսքին։ Ամենատարածված մեր վերլուծությունը նրա մասին է, այս իմ էջի, որ ֆրանսիական զենքը Վրաստանի տարածքով Վրաստանը արգելել է մատակարարումը դեպի Հայաստան։ Ցավոք շատերը մեկնաբանություններում սկսեցին վրացիքի մասին խոսել, Վրաստանի մասին խոսել։ Ես բազում անգամ հայտարարել եմ եւ հայտարարում եմ եւս մեկ անգամ, որ ինչպես ֆրանսիական զենքի մատակարարումները, այդպես էլ ուրիշ շատ հարցեր վրացիքի հետ կապ չունեն։ Վրաստանը այսօր ռուս օլիգարխ Իվանիշվիլու միջոցով Ռուսաստանի ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Ուստի Ռուսաստանն է արգելել ֆրանսիական զենքի մատակարարումները եւ տեսեք Լավրովը ինչ ասում հայտարարության ժամանակ։ Ֆրանսիան մեր համար 1 կամ առաջի թշնամիներից մեկն է եւ ֆրանսիական զենքի հարցը կոնկրետ Լավրովը դնում է։ Բայց ում միջոցով է սահմանափակվում ֆրանսիական զենքի մատակարարումները, դա Վրաստանն է, Վրաստանի այսօրվա իշխանությունը։ Հիմա մենք նաև տեսնում ենք օրերս միջև Լավրովի այցը խնդիրը, որը արդեն 1 ամսից ավել է Վրաստանը ստեղծել է Հայաստանի կոնյակի եւ սպիրտի տարբեր ձևաչափերի արտադրողների համար սահմանի վրա։ Ես տեղյակ եմ, որ երկրորդ ցույցը տեղի ունեցավ օրերս եւ դա արդեն մի ցույցը 10 օր առաջ էր մոտավորապես եւ դրա մասին մենք վերլուծություն էջի վրա ունենք։ Այդ ցույցը օրերս որ տեղի ունեցավ, երկրորդը արդեն նշանակում է, որ հարցը չի լուծվում, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետեւ սա նշանակում է, որ Հայաստանը գտնվում է տնտեսական բլոկադայի չեմ ասի, բայց բլոկադայի ճանապարհի, սպառնալիքի տակ։ Վրաստանը սպառնում է, տեսեք, Վրաստանի միջոցով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին բլոկադայով։ Ռազմականը արդեն կա, տնտեսականը նաև, եւ պետք է հիշենք, որ Հայաստանի տնտեսության 70-80%-ը մեծ մասը, գերկշիռ մասը անցնում է Վրաստանով։ Ուստի Վրաստանի կարևորությունը շատ մեծ է, երբ Վրաստանը Ռուսաստանի վերահսկողության տակ է, դա նշանակում է, որ Հայաստանը հեռու գնալ չի կարող։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները հերիք չի դրական առումով եմ ասում, աջակցեցին եւ ճիշտ արեցին եւ լավ արեցին, ուրեմն Վրաստանի համար Եվրոպական միության տեխնացուի կարգավիճակ տրամադրելու հարցին 2023 թվականի դեկտեմբերին, դրանից հետո հունվարին 24 թվականի ստորագրեցին ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ Վրաստանի հետ, որը ես ողջունել եմ, բայց ես զգուշացնում եի, որ այս փաստաթուղթը իրական չէ։ Եվ ապրիլին տեղի ունեցավ եռակողմ հանդիպումը Բրյուսելում, որի ընթացքում արդեն Հայաստանը պետք է մոտենար Եվրոպային, Եվրոմիությանը։ Դրանից հետո ապրիլի վերջին 29-ին Բիձինա Իվանիշվիլին հանրահավաք է կազմակերպում Թբիլիսիում եւ ասում է, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները գլոբալ պատերազմի կուսակցություն են եւ սկսում է Վրաստանը հեռացնել Եվրոպայից։ Սրանով փակվում են Հայաստանի ճանապարհները դեպի Եվրոպա։ Ուստի Հայաստանը ստիպված մոտենում է Ռուսաստանին, գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ։ Սա Ռուսաստանի քաղաքականությունն է, սա Ռուսաստանի քայլն է, որի միջոցով Ռուսաստանը Վրաստանի միջոցով վերադարձնում է Հայաստանը իր ուրեմն ազդեցության գոտի։ Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո Ռուսաստանը կորցրեց Հայաստանում իր ազդեցության մեծ մասը, բայց հիմա Վրաստանի միջոցով մեկ էլ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Բագրատ Գալստանյան, ով կա էլի, Գյումրիում այդ քաղաքապետը եւ ուրիշ մի շարք անձերի մասին է խոսքը, Դաշնակցություն, եկեղեցի առանձին, գիտեք, դրա մասին բազում խոսել եմ, հայ ազգը ես ուրախ եմ, որ ամբողջությամբ լավ տեսնում է եւ գիտի իրականությունը, ով է ռուսական շահեր անցկացնում։ Շատերը կասեն Նիկոլ Փաշինյանը նաեւ է անցկացնում։
Մեծ տարբերություն կա այդ մարդկանց մասին հիմա ում մասին ես խոսեցի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է անում։ Խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ փորձում է վարել համ այն դաշտում, համ այս դաշտում նկատի ունեմ, համ ավտորիտար, համ ժողովրդավարական, համ ռուսական, համ արևմտյան դաշտում իր քաղաքականությունը։ Ես կրկնում եմ, որ կարևոր է իհարկե, որ ոչ թե Եվրոդաշինքի դեմ քայլեր անի Նիկոլ Փաշինյանը, այլ հակառակը Եվրոդաշինքի հետ դաշինք կազմի։ Դա իմ անձամբ պատկերացումն է, ինչպես է հնարավոր նոր ձևաչափով ձևավորել իշխանություն, բայց որևէ դեպքում, եթե նույնիսկ դա տեղի չունենա, Եվրոդաշինքը եւ արևմտամետ հայամետ ուժերը անպայման պետք է հզորանան եւ հակակշռեն այն ռուսական ուժերին, որոնք ներկա են։ Դա առանձին մի կարևոր հարց է։ Վերադառնանք կարևոր եւ գլխավոր հարցին, նրա մասին, որ Վրաստանի միջոցով է դա տեղի ունենում, որովհետեւ Վրաստանը այսօր ռուսական գործիք է։ Եվ տեսեք, փաստորեն Լավրովի հայտարարությունները զենքի թեմայով, Լավրովի հայտարարությունները Եվրոպայի հետ հարաբերությունների ուղղությամբ, Հայաստանի ցանկությունը, որ դեռ պահպանի Ռուսաստանի հետ հարաբերությունները, տեսեք, Հայաստանը չդրեց օրակարգում ռուսական զորքերի հանման հարցը, Հայաստանը արտաքին գործերի նախարար Միրզոյանը ասաց, որ Եվրոպական միության հետ մենք չենք վարում բանակցություններ անդամակցության մասին, դա ճշմարտություն է։ Դա նաև իհարկե երկու ուղղությամբ քաղաքականություն է։ Հայաստանը եվրոպացիների հետ խոսելիս Եվրոպամետ հայտարարություններ է անում, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ փորձում է այդքան էլ Եվրոպամետ հայտարարություններ չանի եւ բալանսավորի։ Որևէ մեկը ձեզանից կասի, որ բալանսավորման քաղաքականությունը վնասակար է կամ արդար չէ, ճշմարիտ չէ, կամ խափում է որևէ մեկին այս քաղաքականությունը, ընդհանրապես եւս մեկ անգամ ես ասեմ ձեզ, որ հաշվի առնելով, որ շատ անկեղծ կարող եմ ասեմ, քաղաքականությունը հատկապես երբ Հայաստանը շատ ավելի օբյեկտ է միջազգային օրակարգի եւ աշխարհաքաղաքական զարգացումների, քան թե սուբյեկտ, հիմա բացատրեմ սա, որովհետեւ Հայաստանը առաջին հերթին գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ որ իր հարևանները բազում անգամ Իրանից հզոր են, վերցնենք Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, արաբական աշխարհը, Չինաստանը, այո, նույն Եվրոպական միությունը, Հայաստանը եւ Վրաստանն են իրար հնարավորություններով մոտիկ, բայց եթե նույնիսկ վերցնենք Ադրբեջանը, ապա Ադրբեջանը առնվազն 3 անգամ ավելի շատ բնակչություն ունի, 3 անգամ մոտավորապես ավելի շատ ՀՆԱ ունի, ուստի արդեն հզոր է, քան թե Հայաստանը, բայց Ադրբեջանի նույնիսկ հաշվի չենք առնում Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող այնպես վարել քաղաքականություն, ինչպես ուզում է։ Դրան ավելանում է եւս մեկ փաստ, որ Հայաստանը ունի փակած սահմաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, միայն Վրաստանի եւ Իրանի հետ սահմաններ, ուստի միայն երկու պետության միջոցով Հայաստանը գոյատևում է եւ ունի արտաքին կապեր։ Հայաստանը չունի ելք դեպի ծով։ Վրաստանը գտնվելով նաև շատ բարդ իրավիճակում, Ռուսաստանը եւ Թուրքիան մեր հարևանները շատ անգամ հզոր են, քան թե Վրաստանը ունի ծով։ Ոստի այս իրավիճակում պետք է հասկանալ, որ Հայաստանը շատ հարցերում սուբյեկտ չէ, օբյեկտ է։ Նրա համար, որ Հայաստանը լինի սուբյեկտ, ազատվի այս ազդեցությունից կամ առնվազն այդ ազդեցությունը նվազի, Հայաստանին պետք է ելք այս տարածաշրջանից եւ այդ ելքը անցնում է Վրաստանով։ Այդ ելքի միայն տարբերակը Վրաստանն է եւ Ռուսաստանը փակել է այդ ելքը, հենց նույն Լավրովը, եւ իրանք շատ լավ հասկանում են եւ հայկական կողմն էլ է հասկանում, որ հերրու գնալ Հայաստանը չի կարող ցավոք։ Եվ ես պայքարելով այստեղ Վրաստանում, դուք գիտեք դրա մասին, դուք տեսնում եք, վերջի իմ նույն
տեսահոլովակներից մեկը, որը դուք կարող եք վրացերեն է, բայց նաև կարող եք սուբտիտրերի միջոցով ուրեմն հայերեն տեսնել, թե ինչ եմ այդտեղ խոսում, բայց ընդհանուր առումով բողոքի ցույցին ակտիվ մասնակցում եմ, մենք վարում ենք տարբեր ցույցեր, Վրաստանում տարբեր զարգացումներ են տեղի ունենում, բայց իմ մասնակցությունը դրանում նաև հաշվի է առնում այս ամբողջ նրբությունները, առաջերտին Վրաստանի համար իհարկե, բայց նաև հաշվի է առնում, որ Վրաստանի միջոցով Հայաստանի ճանապարհն է սահմանափակվում, հաշվի է առնվում նաև այն, որ Ռուսաստանը պայքարում է Վրաստանին եւ Հայաստանին, հաշվի է առնվում այն, որ Վրաստանը եւ Հայաստանը միասին պետք է գնան դեպի Եվրոմիություն։ Ուստի ես իհարկե հասկանում եմ, որ այդքան էլ խորը չեք հետևում շատերը Վրաստանում տեղի ունեցած իրավիճակին, բայց կարող ենք համարել, որ այն ինչով մենք ձեր հետ միասին զբաղվում ենք, Վրաստանի թեմայով, Վրաստանից մոտեցումով, կարծիքով եւ ցավոք կարելի ասել միայն ես եմ դա անում, առնվազն Թբիլիսիից հաստատ, այսպիսի ձևաչափով կա հայկական ԶԼՄ ալիք մեդիա եւ շատ լավ է գործում, բայց մի փոքր ուրիշ ուղղություն է եւ ԶԼՄ է, ես ինչքանով հասկանում եք ԶԼՄ չեմ եւ սա ուղղակի վերլուծական ձեր հետ քննարկումներ են։ Ես ինքս եմ գործում այս դաշտում եւ կա պարոն Այվազյանը, Էդվարդ Այվազյանը Ախալցիխայից, ինքը Ախալցիխեից, ինքը իր կարևոր գործողությունն է վարում եւ նաեւ Սամսխե Ջավախեթի տարածաշրջանից այդ կարծիքը, այդ թվում ամբողջ հայության համար շատ կարևոր է եւ ես շատ ողջունում եմ իր հետաքրքիր եւ կարևոր վերլուծությունները։ Բայց ընդհանուր առումով կրկնեմ, որ այս դաշտում, ինչպես Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ, կարող եմ ասեմ, որ միայնակ դեր եմ զբաղեցնում հայկական առումով պայքարի մեջ սրա, ինչպես նաև վրացական, այս պայքարը չեմ բաժանում հայկական եւ վրացականի, բայց փորձում եմ նաև իմ ներդրումը ունենամ նրանում, որ հայերը ներգրաված լինեն այս համավրացական Վրաստանի պայքարում, որը նաև ունի պատմական առնչություն Հայաստանի եւ հայազգի համար։ Շատերը սա կարողը հասկանում են, շատերը չեն հասկանում, կան մարդիկ, ով հասկանում են, բայց գործում են սրա դեմ։ Հիմա ես մանրամասն չեմ ուզում այս թեմային վերադառնամ, բայց մենք ասել ենք բազում անգամ, որ եթե ես այսպես եմ ներկայացնում, որ միայնակ եմ այս դաշտում գործում, ինչ է նշանակում հայ համայնքի մնացած ներկայացուցիչները բա որտեղ են։ Դուք կարող եք հեշտ գուշակել որտեղ են։ Հակառակ կողմից են։ Այո, Իվանիշվիլու եւ Ռուսաստանի կողմից են։ Եվ նույն այդ մարդիկ դուք ունեք այդտեղ Հայաստանում, ով իրանց պատռում են հայտարարություններով, որ իբրև Հայաստանը ուզում են փրկել, չգիտեմ ինչուց։ Բայց իրականում մենք տեսնում ենք ընդհանուր առումով, որ այդ մարդիկ եւ կազմակերպությունները իրանք նպատակ ունեն Հայաստանը վերադարձնել ռուսական ազդեցության տակ։ Եվ չնայած նրա, որ ես դուք շատ լավ գիտեք, քննադատեցի Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ դրա մասին բացահայտ խոսել եմ մեր վերլուծություններից մեկում, ես կարծում եմ, որ այս բալանսավորված մոտեցումը, ինչքան էլ ինքը անընդունելի չլինի մեր համար բոլորիս, այս պահին ինքը մարտավարական անհրաժեշտություն ունի եւ հետևանքները իրական հնարավորությունը, որ սա փոխվի, կախված է մեծ մասամբ Վրաստանից։ Ուստի ես կարծում եմ, այն պայքարը, որը մենք Վրաստանում ծավալում ենք, թե ինչքանով է կարևոր, բոլորդ էլ ավելի լավ եք հասկանում։ Եվ այս պայքարը շատ դաժան է։ Երեք ձերբակալեցին ընդդիմության առաջնորդներից մեկին, Զուրաբ Ջափարիձեին, իմ շատ լավ ընկերոջը։ Օրերս նաև Օքրոաշվիլին են ձերբակալել, որը նախկին պաշտպանության նախարար էր։ 50-ից ավել քաղաքական բանտարկյալ ունենք։ Բոլորիս տարբեր միջոցներով սպառնում են։ Շատերը ունենք տուգանքների իրավիճակում են գտնվում։ Ես ձեր հետ բազում անգամ ասել եմ ձեզ, որ մեկ պատժամիջոց, մեկ տուգանք արդեն ընդունել եւ ստիպված վճարել եմ 5000 լարի $1800, պատկերացրեք ինչ
քանակի տուգանքի մասին է խոսքը գնում։ Իբրև մեկ օրվա համար Ռուսթավելի փակելու համար, իսկ մենք Ռուսթավելի վրա կես տարի ամեն օր հավաքվում ենք։ Արդեն։ Եվ արդեն ստիպված երեսներ եք փակում, բայց այդ ժամանակ այս հունվարի հարցը չէինք փակում։ Հիմա եւս մեկ տուգանք գրեցին եւ նաեւ հին տուգանք է, բայց հիմա է նոր գալու եւ ստիպված եմ նաեւ դա վճարել։ Եթե դուք ցանկություն ունեք ձեր ներդրումը ունենալ այդ տուգանքը վճարելու, իդեմս ասեմ մի քանի հոգի այդպիսի ցանկություն ունեցել է եւ աջակցել է, ես շատ շնորհակալ եմ եւ կարծում եմ դա կարեւոր է, որովհետեւ ես չեմ համարում, որ սա իմ անձնական տուգանքն է, սա ինչպես Վրաստանի հանրությունը միմյանց օգնում ենք բոլորս, այս տուգանքների հարցում հայկական հանրությունը նաև Վրաստանի հայությունը առաջի հերթին, ինչպես նաև ուրիշ տեղերից էլ հայությունը իր ներդրումը կարող է ունենալ սրանում։ Եվ ոչ միայն սրանում, ընդհանրապես նկարագրությունում կա միջոցներ, որի շնորհիվ դուք կարող եք աջակցել ալիքին եւ գործունեությանը, որովհետեւ երբ ասում եմ ալիքին, ինչ նկատի ունեմ, մենք Վրաստանի հայ համայնքային հարթակ, որի նախագահն եմ, այն բոլոր ոչ միայն ալիքում գործունեությունը, այլ կապված հենց այդ տուգանքների հետ եւ այլն ուղղությունը, որովհետեւ այն իրավիճակը, որը հիմա Վրաստանում ստեղծել են, այն ճնշումների աստիճանը, այդ թվում նոր օրենքների միջոցով, ինչ սահմանափակումներ են ներբերում, ֆինանսական, ուրեմն եւ ուրիշ ուղղությունով, տարբեր էլի նոր պատժամիջոցները եւ ուրիշներ, որովհետեւ մենք շարունակում ենք ցույցերին մասնակցել եւ իրանք պատրաստում են նոր նաեւ տուգանքներ։ Սա շատ կարեւոր է, բայց գործը տուգանքներում չի միայն։ Այստեղ հարցը դրված է նաեւ ուղիղ բանտի սպառնալիքների մասին։ Եվ պատկերացրեք իրավիճակը ինչքանով բարդ եւ լուրջ է։ Եվ սա ասելով ես ուղղակի ընդհանրապես չեմ որևէ ձև գովում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, բայց ես ուղղակի անկեղծ եմ ասում, որ այնպես չի, որ շատ ընտրելու հնարավորություն այսօր Երևանում գտնվող Հայաստանի պաշտոնական իշխանությունները ունեն, այդպես չէ։ Եվ ինչպես նաև ստիպված էին ճանաչել Վրաստանի այս իշխանություններին, ինչպես նաև մենք հիշում ենք, որ այս իշխանությունները ֆուտբոլի մատչի ժամանակ ինչ արեցին, եւ մենք գիտենք, որ այդ խաղի ընթացքում արածը, ես ասել եմ, ռուս գործակալների կազմակերպվածներ։ Սա ամենը պետք է փոխվի եւ ես ձեզ համոզեցնում եմ, որ սա չի գալի Վրաստանի ժողովրդից, վրաց ժողովրդից, քարտվելներից, սա չի գալի այդտեղից, սա գալիս է Բիձինա Իվանիշվիլուց, ռուս օլիգարխից, ռուսական գործակալներից եւ այսօրվա իշխանությունից։ Սա իհարկե չի նշանակում, որ ընդդիմությունում բոլորը միայն եւ միայն հայա մեծ քաղաքական գործիչներ են, ոչ, բայց շատերը հիմա մեծամասնությունը ընդդիմադիր գործիչների ասում են Վրաստանի եւ Հայաստանի ճանապարհը, ճակատագիրը ուղին մեկ ուղի է դեպի ժողովրդավարություն եւ Եվրոպա։ Ուստի սա է հնարավորությունը եւ կարելի ասել, որ այո, Հայաստանի ճակատագրի մեծ մասը որոշվում է Վրաստանում։ Հատկապես ուզում եմ, որ սփյուռքահայությունը սա լավ հասկանա, որովհետեւ սփյուռքահայությունը ցավոք եւ ընդհանրապես հայությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել Վրաստանին, այդ թվում Վրաստանի հայությանը, որը ողբերգալի իրավիճակում է գտնվում։ Եվ հաշվի առնելով այս ամենը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը շատ ընտրելու չունի այսօր։ Ռուսաստանի հետ պետք է այնպես իրավիճակ ստեղծել, որ չվատանա հարաբերությունները, հաշվի առնելով ուրեմն այն, որ դեռ ռուսական զինված ուժեր կան Հայաստանում, որոնց հանելու մասին պետք է ակտիվ մտածել եւ պատրաստվել, հաշվի առնելով, որ տնտեսական առումով Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է համար 1 եւ պետք է սկսել ուրեմն դիվերսիֆիկացիոն գործընթաց, բայց տեսեք Վրաստանը դա փակում է, Վրաստանը դրան խանգարում է եւ այնպես չէ, որ Եվրոպայի եւ Ամերիկայի հետ միասին կարելի է ազդել օլիգարխ Իվանիշվիլու վրա, տեսնում ենք, որ այդ ազդեցությունը չի ստացվում շատ հարցերի առումով։
Դա է շատ բարդությունը, անկեղծ եմ ասում։ Եվ շատ քչերն են Հայաստանում ձեզ սրա մասին ասում, որովհետև իրանք պատկերացնում են, որ Հայաստանը կղզի է, շատերը, որ Հայաստանը ինքնուրույն ինչ ուզում է կարող է անել։ Այդպես չի։ Հայաստանը կախված է Վրաստանից շատ հարցերում։ Եվ այո, իհարկե պետք է դիվերսիֆիկացիայի ուղղությունով քայլեր անել։ Այո, իհարկե պետք է մտածել նաև նրա մասին, որ ինչ ենք անում 3 միլիոն կամ պակաս 2 միլիոն հայի մասին, որը ապրում է Ռուսաստանում։ Սա լուրջ խնդիր է։ Մենք գիտենք, որ ոխերիմ թշնամին, ոխերիմ դաշնակից ճակերտներում Ռուսաստանը շատ դեպքերում իրեն վարում է շատ դեպքերում ոչ պակաս, քան թուրքերը եւ ադրբեջանցիք։ Իզուր չի հայ ժողովուրդ իրանց սպիտակ թուրքեր անվանում շատ դեպքերում, որովհետեւ այդպես են իրանց վարում։ Եվ պետք է զգուշ լինել։ Սա նշանակում է, ինչպես Հայաստանը փորձում է Էրդողանի հետ, Ալիևի հետ ինչ որ կապեր ստեղծել, ինչ որ առնվազն նորմալ իրավիճակ ստեղծել, ինչքանով դա հնարավոր է, բայց դա շատ բարդ է, դա հնարավոր չէ, բայց միևնույն է Հայաստանը իր քաղաքական դերն է անում այդտեղ, իր քայլերն է անում, դա կարևոր է նաև Ռուսաստանի հետ։ Եվ փաստորեն կարելի ասել, որ Հայաստանի նպատակն է սպասել տեսնել ինչպիսի իրավիճակ կստեղծվի եւ արդյոք կստեղծվի իրավիճակ, որ Հայաստանը կարողանա վերանայել այդ հարաբերությունները։ Նույնիսկ եթե խոսք է գնում իշխանափոխության դեպքում Հայաստանում գլխավորն դա տեղի չունենա դեպի պրոռուսական ուժեր, որովհետև այդ դեպքում ամեն ինչ կփակվի, բայց գոնե այս Փաշինյանի երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը այս պահին կարելի է ասել, որ համապատասխանում է իրավիճակին, ինչքան էլ որ սա ցավալի չլինի այսպես ուղիղ ասել։ Ուստի կարծում եմ, որ այս անկեղծ ձեր այդ քննարկումը անհրաժեշտ էր եւ պետք է հասկանանք պատճառները եւ պետք է շարունակենք աշխատել, որ այն ուղղությունով տանենք մեր քաղաքականությունը, որով մենք ուզում ենք, ոչ թե որով որ ստիպված ենք գնալ։ Դա շատ կարևոր է եւ ես համոզված եմ, որ իմ ներդրումն եմ ունենում այդ կարևոր գործում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ցտեսություն։